Կներեք ողջույն, ընդհատակի զրույցները շարունակվում են։ Այսօր առաջարկում եմ խոսենք Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցի մասին եւ ընդհանրապես Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների մասին, բայց մինչ այդ առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին 991 1-991 միշտ մոռանում եմ, ինչպես նաև հավանել եւ տարածել ընդհատակի զրույցները, ինչը շատ կարևոր է։ Եվ այսպես սկսենք Նիկոլ Փաշինյանի այցից, Էրդողանի հետ հանդիպումից, ճիշտ է Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից շատ մանրամասներ չգիտենք, տեսանք, որ եղավ ընդունելությունից հետո եղավ հայտարարություն, շատ կարճ, պաշտոնական, արարողակարգային, ինչ-որ պրոտոկոլային հայտարարություն էր, շատ մանրամասներ չգիտենք, բայց նաև շատ կարևոր է քննարկման առարկա դարձնել Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի հայամանքի հետ հանդիպումը, որտեղ իմ կարծիքով բավականին կարևոր շեշտադրումներ եղան, ու հասկանալի է, որ մի փոքր դժվար է լուրջ հարցերի մասին կարծողական քննարկում իրականացնելը, հաշվի առնելով Հայաստանում գեներացված թույնը, նաև հաշվի առնելով, որ այդ թույնը առաջին հերթին գեներացնում է հենց Նիկոլ Փաշինյանը, մինչև Թուրքիա գնալը հիշում ենք, թե օրեր շարունակ ինչ թատրոն եւ ինչ կրկես էր, այստեղ ինքը կազմակերպում եւ ցույց տալիս, բայց այնուամենայնիվ առաջարկում եմ ստապ դատողություններ անել, մի կողմ թողնել էմոցիաները, որովհետեւ ինչպես առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է սովորեցնում, այսպես ասենք, ընդդիմությունը կամ ընդդիմադիրները իշխանությանը քննադատելիս պետք է առաջնորդվեն այն մոտեցումը, որ իրենք են իշխանությունը, իրենք են ներկայացնում պետությունը։ Հիմա փորձենք մենք էլ այսպես դիրքավորենք, ինչը շատ դժվար է Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում։ Ինչի համար եմ ասում ստապ դատենք, որովհետև մենք տեսնում ենք, որ երկու ծայրահեղություններ ենք տեսնում հայկական իրականությունում։ Մի կողմից փորձում են Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա Էրդողանի հետ հանդիպումը ներկայացնել որպես պատմական, արտաքին քաղաքական նվաճում, ճեղքում միջազգային հարաբերություններում, ինքնիշխանության ցուցադրություն եւ այլն։ Եվ մյուս կողմից կան ընդդիմադիրները, որոնց կյանքում կարծես թե ոչինչ չի փոխվել։ Նրանք շարունակում են նույնիսկ քննադատել Օսմանյան կայսրությունը, շարունակում են Թուրքիայի մասին դատողություններ անել 10-20 տարվա վաղեմության օրակարգերով, անդադ փորձում ինչ-որ դավադրություններ փնտրել, սա էլ հասկանալի չի, որովհետև եկեք հստակ ֆիքսենք, մի բան վերանանք, թե ով է իշխանության, Նիկոլ Փաշինյանը, թե մեկ ուրիշը, ուզենք թե չուզենք, մենք Թուրքիայի հետ պետք է հարաբերություններ հաստատենք, ուզենք թե չուզենք, մենք Թուրքիայի հետ պետք է շփումներ հաստատենք, ուզենք թե չուզենք, ավելի լավ կլինի, որ ուզենք, որովհետև Հայաստանը պետություն է, Թուրքիան Հայաստանի Հանրապետության հարևանն է եւ շփումները անխուսափելի են։ Եվ այստեղ պետք է իսկապես սթափ լինել եւ հասկանալ, որ դա անխուսափելի է, որ դա կարևոր է, որ դա բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, անկախ նրանից թե ով է Հայաստանի ղեկավարը։ Եվ այս առումով ընդդիմադիրների հատկապես Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմնակիցների դաշնակցականների աղմուկը հասկանալի չի։ Քննադատություն միշտ պետք է, խոսքը քննադատության մասին չեմ ասում, որ չքննադատեմ, բայց մենք աղմուկ եմ բարձրացրել այդ հակաօսմանյան, այդ ֆիդայական ոճով, հակաթուրքական, որ ընդհանրապես հասկանալի չի եւ տպավորություն է ստեղծում, որ այդ մարդիկ շարունակում են ապրել անցյալի միֆերով, անցյալի կարծրատիպերով ու այդ անցյալը ամենևին էլ միայն
10 տարի, 20 տարի առաջվա անցյալը չի, ավելի հեռունա գնում։ Եվ նորից եմ ասում, պետք է սթափ դատենք, ուզենք թե չուզենք, Թուրքիայի հետ պետք է փոխհարաբերություններ հաստատենք, եւ եթե վաղը նույնիսկ Հայաստանում իշխանափոխություն լինի եւ Նիկոլ Փաշինյանը հեռացվի, այդ նոր իշխանությունը պարտավոր է Հայաստանի շահերից եւ անվտանգային քաղաքական հետաքրքրություններից ելնելով փոխհարաբերվել Թուրքիայի հետ։ Սա պետք է հասկանալ, սա պետք է հաշվի առնել եւ գոնե այդ հարցում ընդդիմադիրները պետք է առաջնորդվեն որպես պետություն, որպես պետության ներկայացուցիչ, պետության հավանական ներկայացուցիչ։ Հիմա վաղը Նիկոլ Փաշինյանը գնա, դուք գաք իշխանության, ինչ եք անելու Թուրքիայի հետ երկխոսությունը չեք շարունակելու, չեք խոսելու Թուրքիայի հետ, փոխհարաբերություններ չեք փորձելու հաստատել։ Իհարկե փորձելու եք, բայց այդ դեպքում ինչի համար այս թատրոնը, այս աղմուկը, այս ֆիդայական ոգով հակաօսմանյան քննադատությունը։ Իհարկե մտավախությունները հասկանալի են, բայց այդ մտավախությունները պետք է ձևակերպեն շատ ավելի հասուն, շատ ավելի կառուցողական ձևով։ Ինչը շատ դժվար է, նորից եմ ասում, հաշվի առնելով Հայաստանում կուտակված թույն է, բայց այդ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Արևմուտք, Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան հարաբերությունները պետք է փորձեն գոնե քաղաքական թույնից անդին դիտարկել, որովհետև իշխանությունները փոխվելու են, իսկ Հայաստանը մնալու է։ Եվ հարցը, հենց ամենակարևոր հարցը որն է, թե ինչ տեսքով, ինչ կարգավիճակով եւ ինչ առաջնահերթություններով է մնալու Հայաստանը։ Գիտեք, մի զարմանալի բան եմ ուզում ասել։ Հայ ամենքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կարևոր շեշտադրումներ էր անում, որոնք լևանական աշխարհայացք ունեցող ցանկացած մեկի համար կարող են հոգեհարազատ լինել։ Օրինակ, որ Հայաստանի վարչապետը չի կարող լինել աշխարհասփյուր հայության ներկայացուցիչը աշխարհում։ Դա կարևոր շեշտադրում է։ Դա լևոնական աշխարհայացք ունեցող մարդու համար հոգեհարազատ պնդում է։ Եվ մի քանի այլ պնդումներ են կարևոր։ Բայց ախր պետք է ֆիքսենք, որ Նիկոլ Փաշինյանի այս պնդումները իսկապես ուշացած են եւ արդեն ժամանակավր է։ Միթե անհրաժեշտ էր, այդքան անհրաժեշտ էր պարտվել պատերազմում, միթե այդքան անհրաժեշտ էր հայաթափել Արցախը եւ նոր հասկանալ, որ Հայաստանի Հանրապետությունը 29800 կամ 743 քառակուսի կիլոմետր է, միթե այդքանից հետո, այդքան աղետներից հետո էր անպայման պետք հասկանալ, որ Հայաստանի վարչապետը, Հայաստանի ղեկավարը աշխարհասփյուր հայության ներկայացուցիչը չի կարող լինել եւ չի կարող միաժամանակ բավարարել Իսրայելի, Իրանի, Ուրուգվայի, Թուրքիայի հայաբանկների շահերը եւ հետաքրքրությունները։ Այս առումով Նիկոլ Փաշինյանը զբաղվում է պոպուլիզմով, էժանագին պոպուլիզմով, որտեղ սա իսկապես բարդ չէր հասկանալ, այս ամեն ինչի մասին մենք գիտեինք, այս ամեն ինչը մենք անցել էինք, 90-ականներին էինք անցել այս ամենի միջով, 2000-ականներին էինք նաև ինչ-որ առումով անցել հաշվի առնելով ֆուտբոլային դիվանագիտությունը։ Ինչերից է այս առումով կա հստակ մանիպուլյացիա, որը ճիշտ ձևավորված է ճիշտ ձևակերպումով, բայց այդ ճիշտ ձևակերպումը նաև ճիշտ է դառնում այն դեպքում, երբ որ ճիշտ ժամանակին է հնչում, բայց հիմա այս առումով Նիկոլ Փաշինյանի պնդումները դառնում են ժամանակավրեպ, որովհետև միթե այդ ամեն ինչին պետք է հասնել Արցախի հայաթափման գնով։ Ես մի բան ասեմ, որ բացահայտում չի, բայց միգուցե շատ-շատերը չգիտեն այս ամեն ինչի մասին։ Թուրքիան երբևէ դեմ չի որ Արցախում ապրեն հայեր եւ ունենան ինքնավարություն։ Այսինքն ըստ էության լղիմի գոյությանը եւ այնտեղ
հայերի հետ ապրելուն Թուրքիան դեմ չի եղել։ Թուրքիայի եւ Հայաստանի լարումը եւ սահմանի փակումը տեղի է ունեցել Քարվաճարի ազատագրումից հետո։ Մինչև այդ այդպես ակնհայտ սուր լարում չի եղել։ Եվ հստակ է, որ Թուրքիան դեմ չէր, որ Արցախում ապրեն հայեր, որ Արցախը ունենա ինստիտուցիոնալ, վարչակարգական ինչ-որ ամբողջականություն եւ գոյություն։ Եվ այս առումով պետք չի էլի Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցումը հիմնավորել Արցախի հայաթափման անհրաժեշտությամբ, այսինքն եթե մենք ուզում ենք Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել, ուրեմն անպայման պետք է Արցախը հայաթափել, չէ, իսկապես այդպես չի, սա սուտ է, սա մեծ միֆ է, որովհետև Թուրքիայի հետ կարելի է հարաբերություններ կարգավորել առանց Արցախի հայաթափման, Թուրքիայի հետ հարաբերություններ կարելի է կարգավորել առանց պատերազմում պարտվելու։ Եվ ինչն է դժվար այս ամենը չհասկանալու համար, ինչն է դժվար, ինչի է Նիկոլ Փաշինյանը այս ամեն ինչի այլընտրանքը ներկայացնում որպես հայրենասիրություն։ Իմ համոզմամբ հայրենասիրությունը կլիներ հենց այս պահպանելով Արցախը, գնալ կարգավորման Ադրբեջանի հետ եւ նաեւ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Եվ հիմա այս ամեն ինչը չանելուց հետո գալու ինչ-որ ժամանակավրեպ բայց ճիշտ պնդումներ անել։ Ումա պետք զատկից հետո կարմիր ձուն այս առումով հասկանալի չի։ Եվ Նիկոլ Փաշինյանը չաս էլի, ես այն ժամանակ ասել եմ Արցախը Հայաստանի է վերջ, որովհետև հայրենասեր էի։ Չէ, որովհետև պետք է ասի, որովհետև պոպուլիստ էի, որովհետև առաջնորդվում էի օրվա նորաձևությունից եւ ուզում էի բավարարել հանրային բոլոր շահերին, դուր գալ բոլորին, այսինքն գնալ պետության շահերի դեմ եւ որ ամբողին, ինչ-որ ամբողի կամ ամբողների բավարարելու համար թող խոստովանի։ Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ էլ գիտեր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին, գիտեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին։ Լավ, սա մասին շատ են խոսել, էլի ասեմ։ Ենթադրենք օրվա նորաձևությունը, օրվա թրենդը թույլ չէր տալիս գնալ կարգավորման Ղարաբաղյան հարցում։ Բայց ով էր Նիկոլ Փաշինյանին ստիպում, ով էր Նիկոլ Փաշինյանի ձեռքից բռնում, որ նա վեր կենա ու խոսի Սևերի պայմանագրի արդիականության մասին 21-րդ դարում, ով էր նրա ձեռքը բռնել եւ ստիպում, որպեսզի այդպիսի պնդումներ անի։ Այդպիսի պնդումներ չէին արել նրա նախորդները, ոչ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը, եւ ոչ մեկ նրանց չէր ակնկալում այդպիսի բան անել, ոչ մեկ չէր պահանջում, բացի երևի Facebook-յան մի քանի մարկինալներ։ Եվ այս առումով հասկանալի չի։ Ով է նրանց ստիպում խոսել Սևերի մասին, Ղարաբաղի հարցում լավ հասկանալի է։ Այդ ճնշումը կար, բայց Սևերի վերաբերյալ ճնշում չկար, որովհետեւ մեկը չէր ակնկալում, որ նա դրա մասին կխոսել։ Այս առումով Նիկոլ Փաշինյանը թող հիմա հեքիաթներ չպատմի, որ ինքն այն ժամանակ եղել է հայրենասեր եւ այդ հայրենասիրությունը իբրև թե հրահարվել է տեղական արտադրության չի այդ հայրենասիրությունը իբրև թե ինչ-որ դրսից է, բնականաբար դուրսը ասելով նկատի ունի Ռուսաստանը, միանշանակ Ռուսաստանը։ Եվ գիտեք, նորից եմ շեշտում, հայ-թուրքական Հայաստան-Թուրքիա կամ ինչպես ինքն է ասում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները շատ կարևոր են, բայց դրա հետ զուգընթաց բազմաթիվ այլ կարևոր հարցեր կան եւ որոնք առաջին հայացքից մեկը մյուսի հետ հակադրության մեջ են, բայց մյուս կողմից էլ կարող են իրարից հեռացվել։ Եւ հիմա ամենամեծ մտահոգությունը որն է։ Նիկոլ Փաշինյանը որպես ինչ էր գնացել Թուրքիա, որպես գործընկեր, որը հավասարի պետք է բանակցի
Թուրքիայի հետ հավասարի հարաբերություններ հաստատի Թուրքիայի ղեկավարի հետ, թե գնացել էր ավագ գործընկերոջ մոտ ինվեստիտուրա ստանալու համար։ Սա շատ կարևոր հարց է, որովհետև այս իշխանությունը ունի մի այսպիսի միֆական տեսլական, այսպես ասենք, Թուրքիայի միջոցով, Թուրքիայի ազդեցությամբ բալանսավորել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում եւ Թուրքիայի ազդեցությամբ զսպել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը։ Առաջին հայացքից սա շատ ճոխ, շատ հետաքրքիր, շատ ազդեցիկ ծրագիր է թվում, բայց միևնույն ժամանակ անիրական եւ վտանգավոր։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը հստակ պետքա պատասխանի եւ նաեւ ցույց տա, արդյոք հայ-թուրքական Հայաստան-Թուրքիա հարաբերությունների այս նոր փուլը հակադրության մեջ է մտնում Հայաստան-Ռուսաստան կամ հայ-ռուսական հարաբերությունների հետ, որովհետև շատ վտանգավոր իրավիճակ ստեղծվի, եթե այդպիսի հակադրություն ի հայտ գա, այսինքն ռուս-թուրքական մրցավազքը, ռուս-թուրքական առճակատումը, իսկ այդ երկրները դաշնակիցներ չեն, գործընկերներ են, որքան էլ Հայաստանում խոսում ռուս-թուրքական տանդեմի մասին, բայց այդ տանդեմը միֆ է։ Թուրքիան եւ Ռուսաստանը շարունակում են մնալ տարածաշրջանային մրցակիցներ, միշտ է այդպես եղել։ Այդ ժամանակ գործընկերությունը պետք է կեղծ տպավորություն ստեղծի, թե դրանք հարատև դաշնակիցներ են, չէ։ Թուրքիան եւ Ռուսաստանը շարունակում են մնալ տարածաշրջանային մրցակիցներ, անկախ ամեն ինչից։ Եվ հիմա որքանով է Նիկոլ Փաշինյանը դրանք մրցակցությունը բերում Հայաստան եւ մեր տարածաշրջան, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն պետք է զգուշանա միգուցե երկուսից ավել սպառնալիքներից։ Առաջին սպառնալիքը ռուս-թուրքական հակամարտությունից եւ երկրորդ սպառնալիքը ռուս-թուրքական մերձեցումից։ Երկուսից էլ Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը պետք է կարողանա հեռու մնալ եւ խուսանավել, որտեղ երկուսն էլ հավասարապես մեզ համար վտանգավոր են եւ ինչ որ ես ասում եմ ապացուցելի է մեր պատմությամբ։ 11-ներ շարունակ դեռևս 19-րդ դարից սկսած անդադ հայ ժողովուրդը փորձել է իր շահերը պայմանավորել ռուս-թուրքական հակամարտությամբ կամ արևմտյան եվրոպական երկրների եւ Թուրքիայի հակամարտությամբ եւ փորձելով այստեղից ինչ-որ շահեր վերցնել, օգուտներ քաղել։ Սա ավարտվել է աղետով։ Հայաստանի համար աղետով է ավարտվել նաեւ ռուս-թուրքական համագործակցությունը, ռուս-թուրքական մերձեցումը։ Հիշենք 1920 թվականին հայ-թուրքական պատերազմը, հիշենք նաեւ 44-րդ պատերազմը, դրանից առաջ եւ դրանից հետո ստեղծված բարդակույն իրավիճակ, այսինքն եւ ռուս-թուրքական հակամարտությունը եւ ռուս-թուրքական բարեկամությունը Հայաստանի համար վտանգավոր է եւ մենք որքան հնարավոր է պետք է խուսափենք այդ ակցիայից եւ հակամարտության եւ բարեկամության, ու նաեւ արևմտյան տերությունների մասին է խոսում։ Այսինքն այս առումով էլ Նիկոլ Փաշինյանը ճիշտ ասում, Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պետք է խուսափենք երրորդ երկրի միջամտելու հնարավորությունից։ Խոսքը միջնորդների մասին չի։ Միջնորդի մասին չի խոսքը, այսինքն չմտածենք, որ աշխարհի ինչ-որ մի հատ կետում Թուրքիայի հետ, եթե ինչ-որ մեկը խնդիր ունի, ուրեմն այդ խնդրից մենք կարող ենք ինչ-որ մի բան վերցնել, ինչ-որ մի բան քաղել, չէ, չի լինում, բարեկամներ, մենք շատ փոքր ենք, չի ստացվում մեր մոտ, մեր կապը չի իրիկում այդպիսի գլոբալ սխեմաների մեջ մտնել։ Փողոցային լեզվով ասած, դա մեր հակով չի ստացվում։ Այդ նույն Նիկոլ Փաշինյանը, որովհետև
1920 թվականի 2020 թվականի ամռանը հուլիսյան հերոսական մարտերից հետո հակաթուրքական կոալիցիայի մեջ է փորձում մտնել, հիշեցնեմ սրա մասին շատ ենք խոսել, որ հարավային միջերկրականում հարաբերությունները լարված էին Թուրքիայի, Հունաստանի, Կիպրոսի, միջամտելի էին Իտալիան, Ֆրանսիան, Եգիպտոսը, Իսրայելը, մի խոսքով շատ խառը պատմություններ է, մեզ թվում էր մեր ԱԳՆ-ին այդ ուսյալ արմատյան բուհերում կրթություն ստացած լուսավորյալներին թվում էր, թե աշխարհում ձևավորվում է հակաթուրքական դաշինք, որին մենք կարող ենք միանալ ու դրա միջոցով լուծել մեր հարցերը։ Այդ միֆերով առաջնորդվում էր նաև Վազգեն Մանուկյանը, արդեն 44-օրյա պատերազմից հետո, աղետալի պարտությունից հետո, երբ հենց առաջին հանրահավաքի ժամանակ ասաց, որ մենք պետք է միանանք հակաթուրքական դաշինքներին, որոնք կան աշխարհում, բայց ուր են դաշինքները, չկան այդպիսի դաշինքներ, կամ նույնիսկ եթե կան ինչ-որ հարաբերություններ, սրված հարաբերություններ աշխարհում, նորից եմ ասում, մեր թափը չի հերիքում տեղ մտնելու համար, տեղից ինչ-որ օգուտներ քաղալու համար, եւ դա մեզ պետք չի, դա մեզ վնասում է։ Նիկոլ Փաշինյանի մյուս կարևոր շեշտադրումը, որը էլի ուշացած է, բայց ճիշտ է ասում։ Ես դեռևս 2021 թվականին մի հոդված էի գրել էլի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։ Այս հոդվածը կարող եմ հղումներում դնել, ինձ թվում է, եթե 2-3 տող իմ կյանքում կարևոր գրել եմ, մեկը այդ հոդվածն է, մնացածը միգուցե աղբա, բայց այս մեկը կարևոր հոդված է։ Եվ ես եմ դրա մասին խոսել, որ մենք պետք է կարողանանք հաղթահարել այդ սեպի բարդույթը, այսինքն ինչ-որ պատմական տարբեր շրջափուլերում անգլիացիները, հետո ռուսները, հետո միաժամանակ մեզ համոզել են, որ մենք սեպ ենք թուրքական աշխարհում։ Եվ այդ հոդվածում ես գրում եմ, մենք չպետք է սեպ լինենք, որովհետև մենք ի վիճակի չենք սեպ լինել, որովհետև մենք հաստ պատ չենք, մենք չինական պարիսպը չենք։ Մենք տարածաշրջանում ծրված մեխի գլուխ ենք, որի վրայով անցնում են։ Հիմա ինչ ես ուզում անդադ սեպ լինել, որ քո վրայով անցնեն։ Ուզում եք անցնեք, եկեք անցեք։ Մոտավորապես սրա մասին էի հոդվածը գրել։ Եվ խոսելով նաև այդ Թուրանի պանթյուրքիզմի այդ միֆական սպառնալիքի մասին։ Բայց միևնույն ժամանակ այդ հոդվածում գրել է, որ մենք չպետք է լինենք նաև պրախատնոյ դվոր, որ կան Հայաստանը սարքեն ինչ-որ միջանցքապետություն ու մեր վրայով անցնեն, ինչ ուզենան անեն, որ ուզենան քշեն, առանց իշխանության, առանց վերահսկողության, այսինքն Հայաստանը նաև չպետք է լինի փալած, որ վրայով պետք է անցնեն։ Հիմա այստեղ նաև պետք է հասկանանք, Նիկոլ Փաշինյանը մի ճիշտ բան է ասում, որ մենք չպետք է լինենք սեպ, այո, ես եմ ասում, ի սկզբանե ես եմ ասում, որ չպետք է լինենք սեպ, ինձ առաջ ավելի լուրջ մարդիկ են ասել, բայց մինչև Նիկոլ Փաշինյանը ես եմ ասում, որ չպետք է լինենք սեպ, 2021 թվականի հոդվածով Ալիք մեդիա, բայց չլինել սեպ չի նշանակում լինել նաև փալած, եւ մենք պետք է հասկանանք Նիկոլ Փաշինյանը որ ուղղությունն է վերցնում, սեպը հասկանալը չի վերցնում, սեպը ի սկզբանե վերցրել էր սեպի կարգավիճակը, ուզում էր սեպ լինել, հիշում եք, որ խոսում էր Վիեննայի պաշարված պարիսպների մասին թուրքերի կողմից, թե ասա դա ինչ թեման էր, խոսքով Օսմանյան կայսրության կողմից մի քանի անգամ Վիեննան պաշարելու մասին է, եւ Նիկոլ Փաշինյանը Արցախը համեմատում էր Վիեննայի հետ եւ ասում էր, եթե հիմա Վիեննան հարավային Կովկասում ընկնի, թուրքերը, մուսուլմանները գալու են, տեսեք, սրա մասշտաբները բռնած։ Եվ հիմա ինչ-որ հակաթուրքական սեպ էր, որպես դիրքավորել, տվեցին, ջարդեցին, փշրեցին, հայտարարեցին, տեսնում եք ինչ վիճակում էր, ինչ վիճակում է։ Եվ հիմա արդյոք ինքը սեպից հետո պետական տրամաբանության մեջ է ուզում մտնի սեպի միֆից հետո, թե այն մյուսը պրախադնոյ դվորը, թե փալածը, որ գան Հայաստանի արդեն վրայով անցնեն եւ ինչ ուզենան անեն, ոնց ուզենան անեն։ Եվ սա շատ կարևոր է հասկանալ, որովհետեւ
Չլինել սեփ, չի նշանակում լինել նաև փալաս, նույնիսկ եմ ասում։ Ինչևից է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ամփոփենք, շատ կարևոր են։ Դրանք բխում են մեր ռազմավարական շահերից։ Խոսքը Հայաստան-Թուրքիա բարեկամության մասին չի, այլ հարաբերությունների կարգավորման եւ շփումների, բայց ամփոփելով, մեր վերաբերմունքը ինչպիսին է լինելու Թուրքիային, որպես ավագ գործընկեր ի հակադրություն Ռուսաստանի, թե պարզապես հարևան, որի հետ մենք հարաբերվում ենք, որովհետեւ եկեք խոստովանենք, որ Թուրքիան լայն աշխարհակալական հավակնություններ ունեցող երկիր է։ Եկեք խոստովանենք, տարածաշրջանում շատ լուրջ գործոն է։ Եվ երկրորդը չենք ուզում լինել սեփ, հարց չկա, չենք ուզում լինել սեփ, բայց եթե սեփ չենք, ինչ ենք, պրախանոիդ որ, թե ժամանակակից պետություն։ Եվ երրորդը կարևոր կետ ուզում եմ ամփոփել, դիմադիրները սթափ չեն, առաջնորդվում են հին բարդույթներով։ Ինչ-որ միֆ կար, չէ՞, մեզ համոզում էին, որ մենք կարող ենք որպես ամրոց գոյություն ունենալ, Ռուսաստանը կապահովի մեր անվտանգությունը, եւ այդ ամրոցը չպետք է գնա զիջումների հակամարտության կարգավորման, խոսքը Ղարաբաղյան հակամարտության մասին է, եւ այստեղ ինչ կուզենք կանենք, թալանենք, ընտրություններ կկեղծենք եւ այլն։ Նույն բաներն են կրկնում, էլի նույն ռետորաբանությամբ այդ հակաօսմանյան այդ ֆիդայական պրոպագանդայով են զբաղվում։ Ինչը իմ կարծիքով սթափ չի։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի եւ Էրդողանի գործընթացը պետք է լուրջ վերլուծության ենթարկվի, որտեղ Նիկոլ Փաշինյանից հետո կա կյանք։ Նիկոլ Փաշինյանից հետո դուք գաք իշխանության այդ հակաօսմանյան քարոզությունն եք շարունակելու, թե ինքներդ մնալու եք դեռ թեզերի ծանրության տակ, ինչպես Նիկոլ Փաշինյանը մնաց իր պոպուլիզմի ծանրության տակ։ Պոպուլիզմը հասցրել էր այն գագաթնակետին, որ դրանից հետո որևէ արդեն զիջման գնալը անթույլատրելի կլիներ։ Մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը ամեն օր խայտարակ է լինում, ինչի համար, որովհետև անցյալում ասել է մի բան, հիմա անմակամ ասում է հակառակ բանը։ Ցավը Կարապետյանի եւ Ռոբերտ Վարդանյանի մասին հայտարարությունը վառօրինակ է, սա տաշնակ է, ամեն օր այսպես հայտարարակ է լինում, նույնը դուք եք անում, ընկերներ։ Հիմա Նիկոլ Փաշինյանից անդին կա այդ ռազմավարական ուղղությունը, որը մեր անկախության հետ միասին, Հայաստանի անկախանալու հետ միասին ի հայտ է եկել, որն է ռազմավարական ուղղությունը, Թուրքիայի հարաբերությունները, որը նաեւ ձեր իշխանության օրոք է եղել առաջնահերթություն։ Քոչյանի ժամանակ ոչ այդքան, ճիշտ է, ինչ-որ նամակագրություն կար, ձախողված նամակագրություն, Սերժ Սարգսյանն լրջորեն ներկայացված այդ process-ի մեջ, ամենաբարձր մակարդակով։ Եվ իսկապես շատ լուրջ գործընթաց է ֆուտբոլային դիվանագիտությունը։ Եվ այս առումով դիմադիրները պետք է մի փոքր սթափ լինեն, չի կարելի այդպես, չի կարելի այդ հակաօսմանյան հին ծեծված, չարչրված ռետորաբանությամբ առաջնորդվել։ Հա, հասկացանք, կան կարմիր գծեր եւ դրանք իսկապես կարմիր գծեր են, ցեղասպանությունը, մյուսը, բայց նաեւ կա այստեղ լուրջ քաղաքականությունը, որին պետք է սթափ նայել այդ էմոցիաների ծանդին։ Ինչը նույնիսկ եմ ասում, շատ դժվար է հաշվի առնելով Հայաստանում այսօրվա եղած թույնը։ Ինչևից շնորհակալ եմ, կհանդիպենք, բայց մինչև հեռանալը առաջարկում եմ բարյանորդագրվել մեր YouTube անալիքին 1991 հավանել տարածող ընդհատակի զրույցները լավ եղեք։